Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենք, հոդված 46, եզրափակիչ մաս։ Տեսանյութում հնչեցված մտքերը հանդիսանում են օնլայն հաշվապահություն ՍՊ-ի կարծիքը, չեն հանդիսանում պաշտոնական պարզաբանում։ Հարգելի մասնագետներ և հետևորդներ, խնդրում եմ ակտիվ լինել և տեսանյութի մեկնաբանությունում քննարկել եզրափակիչ մասում տեղ գտած դրույթները։ Նշեմ, որ սևով նշվածները վերցված են օրենքից, իսկ կարմիրով նշվածները մեր կազմակերպության հակիրճ մեկնաբանությունն է տվյալ մասի վերաբերյալ։ Սկսեցինք։ Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 28 թվականի հունվարի 1-ից։ Ինչ է իրենից ներկայացնում սա։ Ապահովագրված անձի ապահովագրական փաթեթից օգտվելու նախապայմանը կանխարգելիչ ծառայություն ստանալն է կամ հերթագրված լինելը։ Այսինքն 28 թվականի հունվարի 1-ից հետո կամ պետք է կանխարգելիչ ծառայություն ստացած լինես կամ հերթագրված լինես, որպեսզի ապահովագրական փաթեթը ակտիվ լինի։ Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի այս կետերով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբերի, որոնց համար սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։ Քննարկենք, թե որոնք են այս խմբերում գտնվող անձինք։ Ուրեմն այսպես։ 26 թվականի հունվարի 1-ից օրենքը սկսում է գործել մինչև 18 տարեկան երեխաների համար, 65 ու բարձր տարիքի անձանց համար, հաշվանդամություն ունեցող անձանց համար, հաշվանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների համար, 6-րդ և 7-րդ կետերի անձանց համար օրենքը սկսում է գործել ավելի ուշ, որը տեսանյութում ես կներկայացնեմ, հաշվանդամություն ունեցող երեխայի ծնողներից մեկի համար, 9-րդ կետ, 16 թվականի ապրիլի և 44-օրյային զոհված զինծառայողների ընտանիքի անդամների համար, 10-րդ կետ, ընտանիքի անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձի համար։ Մեկնաբանենք 3-րդ մասում տեղ գտած դրույթները 46 հոդվածի։ Ուրեմն այսպես, եթե նոյեմբերին վարձու աշխատողի հաշվարկային աշխատավարձը գերազանցում է 200.001 դրամը, ապա դեկտեմբերից սկսած նրա համար հաշվարկվում են ապահովագրավճար, անկախ հաջորդ 12 ամսվա աշխատավարձի նվազեցումներից։ Նոյեմբերին մարդու աշխատավարձը բարձր եղավ 200.000 դրամից, վերջ նա համարվում է ապահովագրական վճար վճարող և հաջորդող 12 ամիսների համար նրա համար պետք է հաշվարկել և վճարել ապահովագրական վճար։ Մաս 4. Եթե վարձու աշխատողի աշխատավարձը, սա մեր մեկնաբանությունն է մեր կազմակերպության, եթե վարձու աշխատողի աշխատավարձը 2026 թվականի հունվարից նոյեմբեր որևէ ամսում գերազանցում է 200.001 դրամը, ապա այդ ամսվան հաջորդող ամսվանից այս օրենքը սկսում է գործել իր համար և տարածվում է հաջորդող ամսվա և դրան հաջորդող ամիսների աշխատավարձի վրա, անկախ հաջորդող 12 ամսվա ընթացքում աշխատավարձի նվազեցումներից։ Այս մասը վերաբերվում է նոր ընդունվողներին և այն անձանց, ում աշխատավարձը նոյեմբերին չի գերազանցել 200 դրամը և 26 թվականի որևէ ամսում նրանց աշխատավարձը գերազանցում է 200.000 դրամը և նրանք այդ ամսվան հաջորդող ամսվանից սկսած համարվում են ապահովագրական վճար վճարող։ Մեկնաբանենք 5-րդ մասը։ Անհատ ձեռներեցի 25 թվականի համախառն եկամուտը, եթե գերազանցում է 2.400.000 դրամը, ապա 26 թվականի հունվարի 1-ից համարվում է ապահովագրական վճար վճարող։ Մեկնաբանենք 6-րդ մասը։ Քաղաքական պայմանագրով աշխատողների, պասիվ եկամուտ ստացողների, մինչև 200.000 դրամ հաշվարկային աշխատավարձ ստացողների համար և մինչև 2.400.000 համախառն եկամուտ ունեցող ԱԾ-ների համար օրենքը սկսում է գործել 27 թվականի հունվարի 1-ից։ Այսինքն 27 թվականի հունվարի 1-ից հետո բոլոր աշխատողները անկախ աշխատավարձի չափից և բոլոր անհատ ձեռներեցները անկախ իրենց եկամուտի չափից, ինչպես նաև քաղաքական պայմանագրով աշխատողներ և պասիվ եկամուտներ ստացողները
կհամարվեն ապահովագրական վճար վճարող։ Մեկնաբանենք 7-րդ մասը։ 28 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում հետևյալ խմբերի համար։ Ուրեմն 6-րդ եւ 7-րդ կետերում ընդգրկված խմբերի անձանց համար ուժի մեջ է մտնում օրենքը 28 թվականի հունվարի 1-ից։ Նրանք են մինչև 2 տարեկան երեխա խնամող մայրերը եւ ընտանիքում 3 կամ ավելի անչափահաս երեխաների ծնողներից մեկը։ Այս երկու կետերում ընդգրկված անձինք 28 թվականի հունվարի 1-ից կհամարվեն ապահովագրված անձինք, սակայն չեն վճարի ապահովագրական վճար։ Նրանց փոխարեն կվճարի պետությունը։ Իսկ 14-րդ 15-րդ կետերում ընդգրկված անձինք կհամարվեն ապահովագրական վճար վճարող 28 թվականի հունվարի 1-ից հետո։ Նրանք են գյուղատնտեսական անհատական գործունեության զբաղվողները եւ 11-ից 14-րդ կետերում ընդգրկված անձանց փոխկապակցված անձինք։ 8-րդ մաս, եզրափակիչ մասի 8-րդ մաս։ Ուրեմն 8-րդ մասում հետևյալ հոդվածների հետևյալ մասերն ու հետևյալ կետերը ուժի մեջ են մտնում 27 թվականի հունվարի 1-ից։ Հիմա անդրադառնանք, թե ինչ հոդվածներ են սրանք եւ ինչ կետեր են, որոնք ուժի մեջ են մտնում 27 թվականի հունվարի 1-ից։ Հոդված 14-ի առաջին, երկրորդ, երրորդ մասերը։ Հոդված 14, 1, 3, 4 մասերը։ Որն է հոդված 14-ի առաջին, երկրորդ մասը։ Դա ապահովագրական վճարի բազան է։ Հոդված 14-ի առաջին մասը ապահովագրական վճարի հաշվարկման բազան է, ուժի մեջ է մտնում 27 թվականի հունվարի 1-ից, քանի որ 25-26 թվականների հաշվարկման բազայի համար սահմանված են տարբերակված մոտեցումներ, կախված աշխատավարձի չափից եւ ԱԾ եկամուտների չափից, ինչպես նաեւ 25 թվականին առաջին անգամ ապահովագրավճար վճարող համարվողի համար վերցրեցինք նոյեմբեր ամսվա հաշվարկային աշխատավարձը։ Հետևյալ պատճառով մեր կարծիքով հաշվարկման բազան բոլորի համար այս դրույթներով կսկսեն գործել 27 թվականի հունվարի 1-ից։ Շարժվեցինք առաջ։ Երրորդ կետը նույնպես ուժի մեջ է մտնում 27 թվականի հունվարի 1-ից ռեգիստրում սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված բնակչության խմբում ներառված անձանց համար վճարման ենթակա է ամսական ապահովագրավճարի 100%-ը։ Ինչ ենք հասկանում այս կետից, որ պետությունը 26 թվականի ընթացքում փոխհատուցում է 200-ից 500.000 աշխատավարձ ստացողի ապահովագրավճարից 6000 դրամ, սակայն 27 թվականից չի փոխհատուցելու, բացի այդ վճարելու են բոլոր աշխատավարձ ստացողները, այդ թվում մինչև 200.000 դրամ ստացողները։ Հոդված 15-ի առաջ երկրորդ կետերը, մասերը ներողություն, նույնպես սկսում են գործել 27 թվականի հունվարի 1-ից, որն է դա։ 27 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկի ամսական հաշվարկում ԱԾ-ի տարեկան հաշվարկներում պասիվ եկամուտ ստացող ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հայտարարում արտացոլվելու են ապահովագրավճարները։ Այսինքն 26 թվականի ընթացքում ապահովագրավճարը չի արտացոլվելու եկամտային հարկի ամսական հաշվարկում, ԱԾ-ի տարեկան հաշվարկում։ Իսկ 27 թվականի հունվարի 1-ից սկսած արդեն պետք է արտացոլվեն այդ հաշվարկներում։ Հոդված 11-ի առաջին մասը եւս ուժի մեջ է մտնում 27 թվականից, ինչ է իրենից ներկայացնում սա։ Ուրեմն հոդված 17-ը այստեղից կարելի է ենթադրել, որ ապահովագրավճարը 26 թվականի ընթացքում ուժ վճարելու համար տույժ չեն հաշվարկելու։ Սա տույժի հաշվարկման վերաբերյալ հոդվածն է, եւ քանի որ այն ուժի մեջ է մտնելու 27 թվականի հունվարի 1-ից, այստեղից ենք ենթադրում, ապա ենթադրելի է, որ 26 թվականի ընթացքում ապահովագրավճարների ուժ վճարած ապահովագրավճարների համար տույժեր չեն հաշվարկելու։ Շնորհակալություն ուշադրության համար, խնդրում եմ ակտիվ լինել, մեկնաբանություններում քննարկել տեսանյութում հնչեցված մտքերը։